խոսել են տարբեր պետություններ, թե արտաքին գործերի նախարարության, թե խորհրդարանների մակարդակով Շվեյցարիա, Կանադա, Եվրոպական խորհրդարան եւ այլն։ Եվ մենք մեզ համար անչափ կարևոր են, որ պետք է հաշվի առնենք, խոսքը գնում է այն մասին, որ մարդկանց նկատմամբ կատարվել են հանցագործություններ, էթնիկ զտումներ, որոնք անգամ ժամկետ չեն ճանաչում։ Դրանից բացի, այստեղ ուզում եմ ամբողջական լինելու համար հստակ արձանագրել։ Հայաստանի գործող իշխանությունը բացարձակ մանիպուլատիվ թեզով բերել արցախցիների վերադարձին հավասարեցրել է այսպես կոչված այդ կեղծիք հաշվի առնելով ադրբեջանցիների վերադարձի թեզը եւ բերել հավասարեցվել է հավասար մակարդակի եւ ասում է, որ հարցը հավասարապես փակ է։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցը առհասարակ։ Օրինակ 2021 թվականին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը դատական ակտով հստակ արձանագրել է, որ այլևս այդպիսի գանգատների ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլևս այդ դատարանի ենթակա քննության հարց չէ։ Այսինքն ինչ է ստացվում, մենք ունենք երկու միջազգային դատական ատյան, որոնք փակել են այս հարցը։ Հետևաբար ինչ է ստացվում, Հայաստանի կողմից մենք հստակ ունենք այսինքն հայերի, այսպես իրավունքների պաշտպանության, արցախահայության իրավունքների պաշտպանության առումով, մենք ունենք հստակ միջազգայինորեն ճանաչված իրավունք, իսկ մյուս մասով, եթե այս հարցը զարգանա ճանապարհով, ուրեմն նշանակում է սա տեղի ունենալու միայն քաղաքական լուծումով, որովհետև սրա իրավական ճանապարհները փակ են։ Դրանից բացի, արցախցիների վերադարձի հարցերը մեր կամ որպես օրակարգային հարց, որպես միջազգայինորեն ճանաչված իրավունք միջազգային դատական ակտերով լինելուց զատ, մենք մեր երկրում ունենք մեր հայրենակիցների ապահովելու, որպեսզի նրանք Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք, սոցիալական արժանապատիվ պայմաններ, առանց ատելության կյանք։ Այսօր տեսեք ինչ են կատարում։ Ամբողջ համացանցը, սոցիալական ցանցերը ողողված են արցախահայության նկատմամբ ատելությունով։ Իսկ մենք առաջարկում ենք բոլորովին այլ ճանապարհ, մասնավորապես մենք սկսելու ենք Արցախի ձայնը ծրագիր, եւ այդ ծրագրի շրջանակներում հավաքագրելու ենք, արձանագրելու ենք կարիքները մեր Արցախի հայրենակիցների, որպեսզի ընտրություններից անմիջապես առաջ այնպես ենք անելու, որ մենք հստակ հավաքագրված ունենանք նրանց կարիքները, որ տեսնենք ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ մեր հայրենակիցները Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք եւ նաեւ սոցիալական պատշաճ պայմաններ։ Դրանից բացի, իշխանության գալուց անմիջապես հետո մենք իրականացնելու ենք հատուկ ծրագրեր, ստեղծելու ենք Արցախի երեխաները հատուկ ծրագիր։ Այդ ծրագրի շրջանակներում ուսուցողական դասընթացներ ենք ապահովելու մեր երեխաներին, որպեսզի նրանք հանկարծ դուրս չմնան Հայաստանի հասարակությունից, կրթական ծրագրեր եւ այլն։ Մենք ուզում եմ շատ կարևոր մի բան ընդգծել։ Արցախի ինքնություն, արցախյան ինքնությունը հայկական ինքնության անբաժան մաս է։ Սա մեզ համար կարևոր սկզբունք է լինելու։ Մենք օրինակ Երևանի կենտրոնում ստեղծելու ենք Արցախին վերաբերող պատմության թանգարան։ Մենք ստեղծելու ենք հատուկ գերատեսչություն Արցախի եւ բռնի տեղահանվածների հարցերով։ Որպեսզի այս բոլոր հարցերը մենք կարողանանք հստակ համակարգել պետական մակարդակով։ Գիտեք ինչ կա։ Մենք ունենք 100,000-ից 120,000-ից ավել հայրենակիցներ Արցախի։ Նրանք մեր հասարակության անբաժան մասն են, չէ՞, ամեն օր ապրում են, մեզ հետ են նրանք։ Հիմա դուք ուզում եք ասել, որ կամ որևէ մեկ ուզում ասել, մենք կարող ենք մոռանալ այս ամենը, խնդիրների առաջ աչքներս փակենք։ Դե իհարկե չի լինում, դրանից ավելի խնդիրները կմեծանան։ Այնպես որ այս հարցում մենք ցուցաբերելու ենք կոմպլեքս մոտեցում
եւ մեր քաղաքականությունը հիմնված է լինելու այս սկզբունքների վրա, բայց մենք չենք առաջնորդվելու իհարկե պատրանքներով, ինչպես դες ասացի, կապված Արցախի վերադարձի, մենք այդ խոսույթը չենք ունենալու եւ մենք դա մեզ համար օրակարգային հարց իհարկե չենք համարում եւ դա կեղծիք էլ կլինի եւ անկեղծ չի լինի ժողովրդի նկատմամբ, եթե մենք